Ողջույն բարեկամներ, ես կարծում եմ բոլորը տեսել եք Էջմիածնում պատերազմի ժամանակ կաթողիկոսի հնչած խոսքերը, հայտարարությունները, ես չգիտեմ դրանք պահի տակ զեղումներ էին կամ ընդամենը հավատացյալ հոտին մի քիչ ոգևորող հայտարարություններ, թե տրամաբանական գործընթացի սկիզբ եւ դիմադրություն դավաճանական գործընթացին, ես չեմ կարող հիմա ասել, գործը ընթացքը ցույց կտա, բայց ուզում եմ միասին լսենք այս հայտարարությունը։ Մտահոգիչ են նաև մեր իրականության մեջ չդադարող մերժելի գործողություններն ու արշավները, ընդդեմ ազգային եւ քրիստոնեական մեր ինքնության ու անցյալի։ Հավաքական մեր հիշողության մեջ, որպես բաց վերք է շարունակում մնալ 20-րդ դարասկզբին 110 տարի առաջ Օսմանյան կայսրությունում իրագործված հայոց ցեղասպանությունը, որի չփարատվող ցավը խորանում է այդ սոսկալի ոճրագործությունը կասկածի տակ դնելու կամ ժխտելու դատապարտելի փորձերով եւ աշխարհում տեղ գտնող նոր ցեղասպան գործողություններով։ Ոճրագործ այդ դրսևորումներից էր վերջերս մեր ժողովրդի նկատմամբ իրականացված եղեռնագործությունը, Արցախի բռնազավթումը եւ Արցախի բռնի տեղահանությունը հայրենի հողից։ Մենք, սիրելի ժողովուրդ հայոց, Տիրոջ հարության շնորհի ժառանգներն ենք եւ այդ անխախտ հավատով իզորու ենք մեր տառապանքներն ու կորուստները վերափոխելու ազգային վերածննդի, հավատարիմ մնալով տերունավանդ պատգամներին, անսակարգ սեր ու նվիրում դրսևորելով մեր ժողովրդի եւ հայրենիքի հանդեպ։ Հայրապետական մեր հորդորն է ազգի շահը վեր դասել անձնական ու խմբակային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից, մերժենք մեր կյանքից կեղծիքն ու սուտը, իսպար հեղրուվանենք ազգագործան բարքերն ու արարքները, մեր անցյալը, պատմական հիշողությունները նսեմացնող ու արժեզրկող, մեր ապագան վտանգող խոսքերն ու գործերը, համախմբվենք մեր հավատքի, ինքնության, արժեքների, պատմության, մեր պետության եւ ապագայի համընդհանուր տեսլականի, այն ամենի շուրջ, ինչը նվիրական է, ինչը միավորում է մեզ ամենքիս որպես ազգ ի Հայաստան եւ իսփյուրս։ Կրկնում եմ, չեմ կարող ասել, սա տրամաբանական հետևողական եւ սկզբունքային ընթացք կունենա, թե սա ընդամենը պատերազմի ժամանակ անկեղծության պորտկում էր, որովհետեւ այստեղ որպես վերջաբան կարող էր հնչել օրինակ բոլոր պիղծերին, ովքեր ուրանում են ցեղասպանությունը, ովքեր ուրանում են հանցագործությունը, իրավունք չունեն մտնել հուշարձանի տարածք։ Օրինակ շատ գեղեցիկ վերջաբան կլիներ այսպես, այստեղ մենք կիմանայինք հաստատ, որ սա մեր բոլորի սրտից ասված խոսքեր։ Չնայած ինքը խոսքն է վատ չէ, բայց որպես եզրափակիչ մաս ես կուզենայի սա լսել։ Իսկ եթե չկա, ես եմ ասում, չնայած կաթողիկոս չեմ, բայց բոլոր հետևորդների անունից ես վստահ եմ, դուք կիսում եք այս տեսակետը, այս տողերին կավելացնեի, որ ոչ մի պիղծ, թող իր պիղծ ներկայությամբ չմտնի հուշարձանի տարածք։ Թող դա Ալիևն կալի որպես իր պահանջ, բայց մենք առաջ ընկնենք եւ իրենից պահանջենք, որ պիղծերի ներկայությունը արգելված է հուշարձանի տարածք։ Հա գնանք տեսնենք ինչ է մտածում այս առումով Էրդողանը։ Էրդողանը, եթե հիշում եք ընդամենը տարիներ առաջ, ասում էր ոչինչ չի եղել, հերքում էր ամեն ինչ, ասում էր ոչինչ բան չի եղել։ Հետո որ ստիպված էր աշխարհի ճանաչելու զգալ, գիտակցել ճնշումը, սկսեց խոստովանել, գիտեք ինչ որ մի բան եղել է, ինչ որ մի բան եղել է, եկեք բան ստեղծենք, հա, հանձնաժողով ստեղծենք։
Հետո ասես չէ, ոչ մեկ չի մանում ինչ ա եղել։ Ինչու մի բան եղել է, բայց չգիտենք ինչ ա եղել, հա։ Հետո արդեն Նիկոլ Փաշինյանի օրոք արդեն ավելի համարձակ դա մեր մեղքը չի եղել։ Դա թուրքերի մեղքը չի եղել, ասում եմ։ Դե ալի բանը Նիկոլ Փաշինյանն արդեն որպես Էրդողանի ներկայացուցիչ, ասում է մենք պետք է հասկանանք։ Մենք պետք է դեռ հասկանանք ինչի դա եղավ, հա։ Մեկ էլ արդեն հաջորդ քայլն է, ոնց նրանք արժանացել են։ Նույն բանն ասում է Նիկոլ Փաշինյանը։ Այս նույն բանն ասում է վերջի հանգրվանին ենք հասել, որ շուտով դա արդեն Նիկոլ Փաշինյանը կփորձի իրականացնել, որ մենք էլ ենք դա անելու, ասում է Էրդողանը, եւ դա աշխատում է իրականացնի Փաշինյան Նիկոլը մասամբ իրականացրեց այդ ամեն ինչը բանում Արցախում, բայց դեռ Հայաստան կա։ Կաշխատեն համատեղ կարգով, համատեղ ուժերով իրականացնել Էրդողանի, Ալիևի ծրագրերը։ Ես կարծում եմ, որ այս ընթացքի մեջ, որը ասենց 6 քայլերով ցուցադրվեց, ոչ մեկ չի տենում շեղում, հա, իրենց ծրագրերի ասացի եւ իրականացածի մեջ։ Եվ այդ շեղում չէր կարող լինել, որովհետեւ Հայաստանում ունեն Փաշինյան Նիկոլի նման իրականացնող առայժմ։ Մեզանից ինչ է հասում։ Մեզանից եթե ուզում եք այս ամեն ինչը կասեցնենք վերջի համաբանը խոսքը ասա մենք էլի կարող ենք անել։ Շնորհակալ մենք պետքա ուղղակի հնարավորություն չտանք դա իրականանալու։ Այդ հնարավորություն չտալը մի բան ունի, ձև ունի։ Փաշինյան Նիկոլին ժամ առաջ, րոպե առաջ ուղարկել այնտեղ, որտեղից ոչ մեկ չի վերադառնում։ Ես նկատում եմ բանտ, դուք ինչ հասկացաք։ Չնայած ես դրան էլ դեմ չեմ, բայց տեսնենք էլ ինչ ունենք։ Այսօր մեր պատմությունը հիշեցնում է մեզ այսպիսի մի բան։ Ի հեճուկս Փաշինյան Նիկոլի, լսենք սա։ Իսկ դուք գիտեք, որ Թուրքիայի Ինյոնյու համալսարանի պատմության ամբիոնի վարիչ թուրք պրոֆեսոր Սալիմ Քոչեի խոսքով 1915-ից 1923 թվականներին մոտ 600,000 հայեր, հիմնականում երեխաներ, իսլամացել են։ Սա թուրք պրոֆեսոր ասող մենք չէ։ Նիկոլ Փաշինյան, պիտի ուշադիր լսես։ Այժմ նրանք Թուրքիայում պետք է ունենան մոտ 4 միլիոն ժառանգ։ Ըստ իտալացի պրոֆեսոր Ջովաննի Գուայտայի 1895 թվականին մահմեդականություն են ընդունել ևս 150,000 հայեր, հիմնականում երեխաներ։ Այսօր նրանք Թուրքիայում պետք է ունենան մոտ 1 միլիոն ժառանգ։ Այսպիսով, այսօր Թուրքիայում 1895-ից 1923 թվականներին իսլամ ընդունած այս հայ երեխաների ժառանգները պետք է լինեն առնվազն 5 միլիոն։ Ըստ որոշ տեղեկությունների ժամանակակից Թուրքիայի բնակչության մինչև 80%-ը այսպես թե այնպես հայկական արմատներ ունի։ Սա մի փոքրիկ հիշեցում թուրքերի հետ խաղաղություն երազողներին խաղաղությունից առաջ։ Մենք տարբեր ձևերով կգտնենք միջոցներ Նիկոլին եւ ամենակարևորը ոչ թե միայն Նիկոլի ծրագրերը իրականացնողներին հիշեցնել, որ մեզանից բացի կան այլ աղբյուրներ եւ կան այլ մասնագետներ, ասենց ասեմ, որոնք թույլ չեն տա ուղղակի իրականանալ այն, ինչը երազում է Փաշինյան Նիկոլը Էրդողանի հետ։ Ես խոսում եմ ոչ թե ցեղասպանության, փաստերի տոտալ կեղծարարության, ցեղասպանությունը մոռացության մատնելուն, մանավանդ որ այսօր ես ուզում եմ ցույց տամ ձեզ Երևանում իրականացել է իրազեկման ակցիա, ասենք իրազեկման ակցիա բանի ջահերով երթերի համար, ես երբևէ միջև 20 թիվը այս ջահերով երթերը չեմ բանալել, նշանակություն չեմ տվել, չեմ կարևորել, որովհետև միջև 20 թիվը ոչ մեկի համար մեծ հերոսություն չէր գնացի Ձեռնարկաբերդ, հա, մեծ հերոսություն չէր Հայաստանում ասել ցեղասպանություն է եղել, մենք դեր ենք ցեղասպանությանը, մենք տեր ենք ցեղասպանությանը, մենք պահանջատեր ենք, այս խնդիրը չի եղել, բայց հիմա, տեսեք, արդեն սա ստանում է այլ իմաստ, անկախ նայից ովքեր են կազմակերպողը, ովքեր են այս նախագծի հեղինակները, սա ստանում է այլ իմաստ,
լրիվ քան մինչև 20 թվականներ։ Ես կուզենայի բոլորը ինչքան հնարավոր է մասնակից լինեին այս միջոցառումներին աշխարհի բոլոր տեղերում, լցրեք ձեր սոցիալական ցանցերը, որ դուք պահանջատեր եք, մենք բոլորս պահանջատեր ենք, որ Փաշինյան Նիկոլը եւ իր տերերը ամենակարևորը հասկանան մի բան, նույնիսկ եթե հազարատ Փաշինյան Նիկոլ ստեղծեն, ծնեն, կլոնանեն, բուծեն, տարածեն այս կողմեկում, այս հանգամանքը անհաղթահարելի է, այսինքն ցեղասպանության, հիշողության, պահանջատիրության հանգամանքը անհաղթահարելի խոչընդոտ է իրենց համար։ Ու դա գիտեք ինչով է վտանգավոր Թուրքիայի եւ Ադրբեջանի համար։ Դա իրենց պետականության տակը դրած ռումբա։ Հասկացեք, սա միայն բան չի, քարոզչական աղմուկ չի, որ իրենց ականջին կարող է դուրս չի գալի։ Մանավանդ, որ մենք ամեն նստած տեղը չենք բաղավում դրա մասին, դրա մասին համարյա չի խոսվում, բայց իրենք գիտեն, որ խոսես դու չխոսես, դա ռումբա իրենց պետականության տակ դրած, որովհետև ով գիտի Հայաստանում վաղը ինչ է լինելու, ով գիտի Հայաստանում վաղը ինչ ղեկավարություն է լինելու։ Ի վերջո, Հայաստանը Ռուսաստանի տիրապետության տակ է, բանը, դե ֆակտո, ոչ թե դե յուրե, Եվրոպայի տիրապետության տակ է կամ ինքնուրույն է, թուրքերը ոչ չգիտեն այս հանգամանքը ով եւ երբ է օգտագործելու։ Չէ՞ որ Ռուսաստանը ցանկացած պարագայի հենց Թուրքիան իրեն խելոք չի պահում, հիշեցնում է Խաղսի պայմանագիրը, հիշեցնում է Վիլսոնի իրավարարվճիռը, հիշեցնում է ցեղասպանությունը, դա եղել է եւ պատերազմի ժամանակ, եւ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ժամանակ Թուրքիայի, բայց գիտեք մեր մոտ 65 թվականին ինչու թույլ տվեցին, որ մենք ցեղասպանության հուշարձան բացենք։ Ինչու, որովհետեւ վազում էր ՆԱՏՕ Թուրքիան, որտեղ իր գոյության միակ հնարավորությունը տնտեսապես այդ Բոշայանոցը, Թուրքիան այդ հետամնաց երկիրը, որ ինչ-որ ձևով ապրեր, դա Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ սերտ համագործակցությունն էր եւ ՆԱՏՕ-ի անդամ դառնալը, որի դեմ օգտագործեց Ռուսաստանը ցեղասպանության, ժամանակ սովետական միությունը ցեղասպանության հանգամանքը եւ թողեց մեզ հայերիս Սասունցի Դավթի արձան, ցեղասպանության հուշարձան, ֆիլմեր նկարվի, հասկանում եք, այս ամեն ինչը եղել է արդեն եւ Թուրքիայի համար սա միշտ Դամոկլեան սրի նման կախված հանգամանք է, որը ինքը ինչ-որ ձև պետք է լուծի։ Եվ սա հույս ունի, որ Փաշինյան Նիկոլի ձեռքով սահմանադրության մակարդակի կամ քարոզչության մակարդակի վրա ինքը կարող է արմատախիլ անել։ Հիմա որպեսզի մենք ցույց տանք, որ դա հնարավոր չի, հիմա է պետք անել, ոչ թե 12 տարի հետո, ոչ թե նույնիսկ 2 շաբաթ հետո։ Ամբողջ մեդիան, ամբողջ կուսակցություններ, միություններ ինչքան կան մանավանդ Սփյուռքում եւ Հայաստանում անհատներ, թեկուզ 10 հետևորդով, 10,000 հետևորդով բոլորը իրանց սոցիալ մեդիաներում, սոցիալական մեդիաներում պետք է ունենան մի բան։ Մենք պահանջատեր ենք, պահանջատեր, ոչ թե հիշում ենք, չէ, պահանջատեր ենք։ Մենք ոչ թե չենք մոռանում, մենք մի բան էլ այն կողմ ենք, ինչը որ Հայդատը վերացրեց այս 100 տարվա ընթացքում պահանջատիրության գաղափարը։ Մենք ոչ թե ուզում ենք որ ճանաչեք, չէ, դա եղած բան է, թքած ունեմ դու դա ճանաչես թե չէ։ Ես պահանջատեր եմ, սա է կարևորը։ Եվ պահանջատեր եմ նոր իրականացած ցեղասպանության հետևանքներին։ Արցախում ոչ մեկ դրա մասին չի մոռացել, չնայած Հայաստանում մարդիկ կան դրա մասին մոռացել են, եւ մենք դրա մասին դեռ խոսելու ենք։ Հաջորդ տեսանյութը որ դեռ ուզում եմ ցույց տամ, սա Երուսաղեմից է, դիտենք։ Ես երեկվա տեսանյութա սա, այսօրվա կաթողիկոսի պատարագի տեքստը արդեն ինձ ասում են բան, որ երեկվա Երուսաղեմում իրադարձությունը եւ Արցախի դրոշի բարձրացնելը ոչ թե տեղական քահանաների նախաձեռնությունն էր, այլ թույլատրված էր Էջմիածնից։ Այսօրվա կաթողիկոսի ելույթը դա էր ասում, թե ինչու է կաթողիկոսը թույլ տվել, որ դա իրականանա։ Մենք գուցե շուտով իմանանք, որովհետև մենք հասկանում ենք, որ կաթողիկոսը միշտ չի որ կարողանում է ինքնուրույն
ցավոք ինքնուրույն որոշումներ ընդունել, բայց անկախ ամեն ինչից ընդունենք հանգամանքը, որ դա եղել է։ Դա եղել է նաև Վրաստանի տարածքում։ Ուրեմն Վրաստանի հայ համայնքը ներկայացրեց հայոց ցեղասպանության 100 տասնամյակին նվիրված միջոցառումների ցանկ։ Տեսեք, ես չեմ պնդում, որ սա անպայման եկեղեցու հետ է կապված, բայց մենք լավ գիտենք, որ դրսերում համայնքները ակտիվ հարաբերությունների մեջ են եւ գործում են համատեղ եկեղեցու հետ եւ աշխատում են հնարավորինս կոնֆլիկտ չլինի, որովհետեւ համայնքը ուզենք թե չուզենք համախմբված է հենց եկեղեցու շուրջ, հավաքվում են եկեղեցում, եկեղեցական միջոցառումներին, մի խոսքով, տեսնենք ինչ է պլանավորել։ Եվ այդպես ապրիլի 23-ին ժամը 19:15 Վրաստանի հայ համայնքի աջակցությամբ Վրաստանի երիտասարդական միությունը կազմակերպում է ավանդական ջահերով երթ Իսանի մետրոյի հարավից տարածքից դեպի Ավլաբալի Սուրբ Էջմիածին եկեղեցի Բաքվում գտնվող հայոց ցեղասպանության անմեղ զորի հիշատակի խաչքարի ուղղությամբ։ Վերջում եկեղեցում կանցկացվի խաղաղության աղոթ եւ մովավարություն։ Բնականաբար այս ամեն ինչը արդեն համաձայնեցած է եկեղեցու հետ, եւ այնտեղ կլինի 1 միլիոն սրբադասված անմեղ նահատակների համար աղոթք։ Եվ կկայանա պահանջատիրական ցույց Թուրքիայի դեսպանատան առջև, այս այդ կարևոր։ Եթե մենք ինչպես տեսանք, այդ գելիս Թուրք եղավ Երուսաղեմում, կլինի արդեն Վրաստանում, ես կարծում եմ, որ եկեղեցին թույլ կտա, որ սա իրականանա աշխարհով մեկ։ Հիմա բոլոր համայնքների ներկայացուցիչները ես կոչ եմ անում ուղղակի օգտագործել ակտիվ էս հանգամանքը, որ խոչընդոտ չկա առնվազն եկեղեցու կողմից, եւ ուղղակի տորպեդոհարել բոլոր դեսպանատուններն ու հյուպատոսաները եւ ադրբեջանական եւ թուրքական եւ անպայման հնարավորինս Արցախի դրոշներով։ Ինչքան շատ Արցախի դրոշներ, այնքան լավ։ Ով որ Արցախի դրոշից այս պարագայում վատ ազգում իրան, ես ուղղակի չգիտեմ այդ մարդկանց ինչ ասեմ։ Արցախի դրոշը մի բան է, որից հնգնավորում են նիկոլականներն ու թուրքերը։ Այս պահին ես չեմ հասկանում դա իմաստը որն է, քաղաքական լուրջ դեմքով Արցախ չկա, դա Հայաստանը։ Արցախի դրոշներով կոչս է բոլոր համայնքներում, բոլոր հնարավոր հյուպատոսաների դիմաց, ադրբեջանական կլինի, թե թուրքական կլինի, բողոքի ակցիաներ, պահանջատիրության, որ դուք ոչ միայն չեք մոռացել ցեղասպանությունը, այլև չմոռանաք, սա ռումբա ձեր պետականության տակ, դուք դեռ պետքա վերադարձնեք եւ կոմպենսացնեք այս ամենի դիմաց։ Հակառակ դեպքում իրանք պահանջելու են, որ դանենք մենք։ Հա։ Իրանք առաջ գամ Հռոմի պապն էլ կոչ անում Հայաստանին եւ Ադրբեջանին հնարավորինս շուտ կնքել խաղաղության համաձայնագիր։ Ես հասկանում եմ, որ հոգևոր մարդու համար խաղաղությունը շատ կարևոր բան է, բայց ինչքան ես հիշում եմ, խաղաղությունից առաջ այլ կարևոր բան կար։ Հա, ոչ միայն քրիստոնեական բաների մեջ, ասենք ասեմ, իդեոլոգիայի մեջ, ընդհանրապես ցանկացած իդեոլոգիայի մեջ ամենակարևոր բանը չսպանելն էր, ինչքանով ես հիշում եմ, հա։ Ու սա ասում է Հռոմի պապը, որ ընդամենը մի քանի օր առաջ ընդունել էր Ալիևին, ցեղասպան Ալիևին, ցեղասպան։ Էթնիկ զտումներ իրականացած ընդամենը տարուկես առաջ։ Հա 200 քանի եկեղեցի եւ 60 կարծեմ վանական համալիր դատարկած ավիրող այսօր ցեղասպանությունը իրականացած մարդուն ընդունում է։ Ու խոսում է, որ խաղաղությունը կարևոր բան է։ Ես չեմ կարծում Հայաստանում մեկը լինի, որ խաղաղության դեմ է, բայց ես դեմ եմ ցինիկությանը, ես դեմ եմ զոհին եւ դահիճին մի բանի վրա դնելը, սահմանի վրա դնելը, երբ որ դու նույնիսկ Հռոմի պապ, երբ որ դու զոհին ու դահիճին կդնում ես նույն նժարի վրա ասում ես խաղաղ ապրեք իրենք, կամ դու ուղակի հիվանդության պատճառով խելքդ գցել ես, հա, կամ դու բացառիկ ցինիկ ես, Հռոմի պապ։ Իմ համար բացարձակապես նշանակություն չունի, քանի մարդու համար Հռոմի պապը սրբություն կամ, չգիտեմ, գերագույն հեղինակություն։ Իմ համար գերագույն հեղինակությունը ճշմարտությունն է։
եւ բնության օրենքները։ Նույնիսկ եթե Հռոմի Պապը գնում է ճշմարտության եւ բնության օրենքներին, հակառակ ինքը հիմա դադարում է լինել հեղինակություն անկախ իր տիտղոսներից։ Դե հիմա ես էլ ասես մարդ եմ ինչ անեմ։ Իմ համար այս կարմիր գծերը շատ հստակ է եւ ես ոչ միտեղ սակարկելու տրամաբանություն չեմ տեսնում, առավելևս ցանկություն չունեմ, որովհետեւ դա հակասում է իմ բնությանը։ Ես չեմ սակարկում։ Մանավանդ իմ ոսկսում է սակարկել, դիմացինը սկսում է կորցնել դրանից։ Ես հաստատ չեմ, որովհետեւ իմ ամեն ինչ հիմնված է ինչ որ կա ճշմարտության վրա։ Ես չեմ սակարկում ճշմարտության վրա։ Հռոմի Պապ։ Քո այսօրվա ուղերձը պետք է լինել դատապարտել ցեղասպանությունը, որ կատարվեց Քրիստոս առաջի քրիստոնյա ազգի նկատմամբ եւ 110 տարի առաջ, 110 տարի առաջ եւ ընդամենը տարուկես առաջ եւ որ ընթացքի մեջ է ու իրանք էլ խոսում են դրա մասին։ Հռոմի Պապ։ Եթե միջև այս հայտարարությունը Հռոմի Պապը Ֆրանցիսկոսը իր նորարարությամբ կասեի, հա, ինչ ինչ չափով իձանալ հեղինակություն էր, չասեմ հեղինակություն, հետաքրքիր էր իր կերպարը ինձ։ Ես այս վերջի երկու շաբաթվա մեջ հասկացա, որ չէ։ Բորջաներին հիշում եք։ Դրանք Բորջաների ծերվում դրանց կաթողիկոսներից մեկը իտալացի Հռոմի Պապերից մեկը, որը հիմք դրեց ինդուլգենցիային փողով մեղքերի թողությանը։ Դրանք Մեդիչի տոհմերից էին սերվում Բորջաները եւ դրանց հայտարարությունը ինչու՞ն էր, ինչի դա հիշեցի, որ երբ որ կասայում կներեք իրենց օբշագի կասան դատարկվել էր, որովհետեւ ինչ էին անում իրանք, բացի գիշերային օրգիաներից բացի իրանք մնացած հոտին երթանջկելու համար ծախսերի հսկայական մասը գնում էր նոր եկեղեցիներ կառուցելու, դրանք ավելի ճող, ավելի շքեղ զարդարելու, որ մարդիկ բերեն ընդեղ, ու այդ փողը դիսբալանս էր եկել եւ ծախսել էին ավելի շատ, քան իրենք ունեն։ Երբ որ հայտնվեցին ֆինանսական ծանր վիճակում, գիտեք ինչ արեցին ինք։ Սկսեցին Ալիևի նմաններին բերել եկեղեցի։ Ավելի Ալիևի նմաններին։ Դե ինչ ցեղասպանությունն է իրականացել, մարդես բանը։ Այսքան արժի։ Փողը դուր ու ներում կստանաս։ Այդտեղի հենց այդ տեղից է, որ սկսեց եկեղեցու ճեղքում ասեմ, երևի անկում ասեմ, երբ որ բողոքականները սկսեցին դրան բողոքել եւ առանձնանալ։ Հիմա Հռոմի Պապի այս քայլը ինձ հիշեցրեց այդ Բորջաների այս նորամուտությանը, որ իրանք սկսեցին ինդուլգենցիա վաճառել ուղակի, հա, երևի Հռոմի Պապի փողը ասենք պակասել էր, իրան մի քանի միլիոն էր պետք, որքի զարմացած եմ դրա վրա, եւ ինքը այդ մի քանի միլիոնի դիմաց ընդունեց Ալիևին։ Թույլ տվեց, որ իր մոտ այդ խայտարակ միջոցառումը ընթանա, հա, որտեղ ներկայացնում են ամեն ինչ որ հայկական ադրբեջանական քրիստոնեական ժառանգությունը, հա, ու հիմա էլ ինքը որպես խաղաղարար ոչ թե դատապարտում է ցեղասպանությունը, կոչ անում խաղաղության, ինչ սիրուն է, չէ՞ հնչում, ցեղասպանվելով գնում ենք խաղաղության։ Ինքը ասում է մոտարապես այն, ինչ որ ասում է Փաշինյան Նիկոլը։ Ասում են ինչ անենք ցեղասպանություն ա եղել, բայց մենք խաղաղություն ենք ուզում, չէ՞։ Այ մենք պետք է այս ամեն ինչը տանք, որ խաղաղություն լինի, չէ՞։ Զգացել եք այս խաղաղություն բառը որքան է սակարկվում ու դրա դիմաց վճարվում է դուժողը։ Սա վճարվում է կյանքերով, վճարում է ցեղասպանվողը, այն ցեղասպանողը այդտեղ ինքը ոնց խաղաղություն եմ ուզում, այ որ խաղաղություն լինի, սա էլ պետք է տաս, սա էլ պետք է տաս, սա էլ պետք է տաս, ու բոլոր կողմից ասում են թող խաղաղություն լինի։ Դու ինչ որ ուզում են, թող խաղաղություն լինի։ Մենք ձեզ կոչ ենք անում խաղաղության։ Ինչ դատապարտվել, ինչ պաշտպանել, ինչ վրեժ, ինչ պահանջատիրություն, չէ, չկա։ Այս խաղաղությունը դարձել է մի հատ մանտրա, որ մեր ականջներին կրկնելով մտածում են մենք կդառնանք վերջնականապես ոչխար։ Ես իհարկե չեմ բացառում, որ այս քարոզությունը իր ազդեցությունն ունենում է հենց ոչխարների վրա, բայց կներեք ամբողջ ազգը չի կարող ոչխար լինել։ Այ հիմա ապրիլի 23-24-ին կտեսնեք։ Այս ազգը ոչխար է, թե հիշում է, թե բանական ինքը մարդուն տրված հիշողություն ունի եւ պահանջատիրության զգացողություն։ Տեսա 23-24-ին
տեսնեք, սա արագ կարգով բանի մասին։ Մի հետաքրքիր բան է տեղի ունեցել, ուրեմն Էրմենիստանն իրենց ձեռքով են թուրքերը գտել քարտեզների վրա։ Վերահրատարակվել է Պատմական Հայաստանի աշխարհագրական միասնության ատլասը։ Պարզվում է դեռ 1920 թվականին, հա, եղել աշխատություն ավելի քան 300 քարտեզներից կազմված, դեռ 1920 թվականին, հա, Պատմական Հայաստանի մասին, որի վրա թուրքերը սարքել են, թուրքերը հաստատել են այդ քարտեզը։ Եվ այսպես 1920 թվականին հրատարակվել է 25 քարտեզներից կազմված Պատմական Հայաստանի աշխարհագրական միասնության ատլաս, հետագայում տարիներին նաև Թուրքիայի, Ալժիրի, Պաղեստինի ատլասները։ Ուրեմն հեղինակը Խաչիկ Խանզադյան, քարտեզները պահվել են Վենետիկի մխիթարյան միաբանների մոտ, դրանք առաջին անգամ հրապարակվել են 1960 թվականին։ Անվերապահորեն կարող ենք ասել, որ պատմական վկայություններ հանդիսացող այս քարտեզները երկրորդ կյանք են ստացել 85 տարի անց մեր օրերում, ինչի որտեղ դա վերահրատարակվել է։ Հա։ Ուրեմն դրա այս վերահրատարակելը Ռուբեն Գրիգորյանի հովանավորությունը Rutsok Invest, սա ինչ որ ռուսական բան է ինձ հիշեցնում, ամենակուն շնորհակալություն Ռուբեն Գրիգորյանին սա վերահրատարակելու համար։ Հա, ուրեմն հրատարակության առաջի օրինակը մեկինաս Ռուբեն Մխիթարյանը նվիրեց միաբան Համազասպ Քեշիշյանին։ Դիտենք մի պահ այս տեսանյութը։ Ավելի քան 300 քարտեզներից բաղկացած Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս մեծածավալ ժողովածուն կազմել է ֆրանսահայ քարտեզագետ, աշխարհագետ, Ֆրանսիայի պատվո լեգեոնի շքանշանակիր Զատիկ Խանզադյանը։ Ցավոք այս պատմական անձն իր գործունեությամբ մնացել է ստվերում, այնինչ նա 1920 թվականին հրատարակել է 25 քարտեզից կազմված Պատմական Հայաստանի աշխարհագրական միասնության ատլասը, հետագա տարիներին նաև Թուրքիայի, Ալժիրի, Պաղեստինի ատլասները։ Ինձ հետաքրքիր է, տեսեք, այս փաստորեն ատլասները կար 1920 թվականից ու մոռացությանը մատնված եղել։ Սերժիկ, Ռոբիկ, ու՞ր է կարա։ Հա, ընկերներ։ Լևոն։ Սա 1920 թվականին հրապարակված քարտեզներ են եղել։ Չգիտեիք դեռ։ Ձեզ քարտեզեր պետք ու դուք չգիտեիք տեղը։ Դուք որոշել եք, որ Արցախը պետք է լինի անպայման Հայաստան, ու դուք չգիտեիք դա ոնց ապացուցել։ Ձեր պետք ասեմ, սա միակ քարտեզները չի։ Որ հետաքրքիր է, որ այն ժամանակ այս թուրքերն ստորագրել են դա չեն էլ վիճարկեն նույնիսկ մինչև 1960 թվականը։ Ինչ վիճարկեն դա։ Այս ժամանակ հենց այդքան վստահ չեմ, որ կարող են կեղծել այդ աստիճան պատմությունը։ Իսկ ինքը մեր հայ իրականության մեջ առաջինն է, որ մեծածավալ այսպիսի պատմական քարտեզների հավաքածու է հրատարակել։ Ես պետք է նշեմ նաև Զատիկ Խանզադյանի դերը Փարիզյան խաղաղության կոնֆերանսում, որտեղ ինքը հայկական պատվիրակության համար պատրաստել էր քարտեզներ։ Զատիկ Խանզադյանի քարտեզները պահվել են Վենետիկի մխիթարյան միաբանների մոտ։ Փարիզի կոնֆերանսի համար, որտեղ որոշվել է Հայաստանի ճակատագիրը, Բեհաժողովի մասին է խոսքը, որի հիման վրա էլ Վուդրո Վիլսոնը գտել է Հայաստանի սահմանները։ Իքսել դարել է դրա երաշխավորը։ Հասկանում եք, Վուդրո Վիլսոնը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը, որը առաջի համաշխարհային պատերազմի ժամանակ ինքն էր, չէ՞ նախագահ։ Ինքը չէր կարող ինչ որ, չգիտեմ, կոշկակար Վալոդի գրած քարտեզների կամ ինչ որ հայ մտավորականի կարծիքի վրա, թողից կոշկականներն ու մտավորականները մեր են, հա, վերցնել եւ իրավարար վճիռ ունենալ, դա պետք է ինչ որ մի բանով հիմնավորված լիներ, շատ հիմնավորված լիներ, չէ՞ որ այս մի ամբողջ երկիր դա վերցնել որպես հիմք, որ երկիր, որը հաղթել է առաջին համաշխարհային պատերազմը, եւ առաջին համաշխարհային պատերազմը, եւ երկրորդ համաշխարհային պատերազմը հաղթվել է ամերիկյան միջամտության արդյունքում։ Իսկ ինքը վերցել է պատասխանատվությունը եւ այդ քարտեզները այնքան լուրջ են եղել, որ իրականացել են վճիռը, չէ՞, հայտարարել է դրա մասին։
Եվ փաստորեն Զատիկ Խանզադյանը հենց դա ներկայացրել է հենց այդ վերահաժողովին։ Ես ձեզ երաշխավորում եմ, եթե մի օր մենք ունենանք իշխանություն ազգային, որը իրոք ասի հռոմի պապ, մենք այո խաղաղություն ուզում ենք, բայց գիտեք, խաղաղությունը առանց արդարության չի լինում։ Ես կարող նոր բան եմ ասում ձեր համար, հռոմի պապ, հա, բայց չկա արդարություն, չկա խաղաղություն առանց արդարության։ Չի կարող լինել։ Դա ժամանակավոր զինադադար է, հա, դա սեղմված զայրույթ է, որը հոգեբանները կասեն, որ սեղմված զայրույթը անպայման դառնում է հիվանդություն կամ սեռախեղման, այլասերման բոլոր ձևերը, դրանք սեղմված զայրույթի հետևանքում են նաև լինում։ Դա էլ ասեմ։ Այսինքն հոգեբաններին հասցրեց ես կասեն։ Հռոմի պապին պետք է նաև բացատրել, գիտեք, որ երբ որ մի ամբողջ ազգասեղմված զայրույթով ապրում ու դուք դա ներկայացնում եք որպես խաղաղություն, դուք ամբողջ ազգի դատապարտում եք տարբեր տեսակի հիվանդությունների։ Դա կարող է դրսևորվել վիսերական կյանքում, առողջական կյանքում, դա չի կարող անհետևանք մնալ, հա։ Ու ես չեմ կարծում, որ հոգեբանականի գործը ինչ-որ մի բան սեղմելն է, պարտադրելը։ Չէ, հոգեբանականի գործը ես կարծում եմ արդարության հասնելն է։ Արդարությունը ինքը նշանակում է ներդաշնակություն։ Արդարությունը չի գրովի չի արդարությունը։ Արդարությունը դա ներդաշնակությունն է։ Ես ես վստահեցնում եմ, եթե մի օր Հայաստանի Հանրապետությունը ասի, մենք այո ուզում ենք ներդաշնակ, արդար ու խաղաղ ապրել մեր հարևան երկրների հետ, ու դրա համար կարծում ենք, որ դա լավագույն ձևը միջազգային դատարանի կայացած որոշումն է, խնդրեմ, դատեք մեզ։ Ոչ միայն Զատիկ Խանզադյանի քարտեզները դուրս կգան ջրերես, այլ դեռ ինչեր դուրս կգան ջրերես։ Մենք դեռ չգիտենք։ Չէ՞ որ մենք գիտենք մինչև այդ կա եղել է քարտեզներ, եղել են հիմքեր, որի հիման վրա Փարիզի վեհաժողովում կատարվել է այդ որոշումը, չէ՞, կայացվել է այդ որոշումը։ Որտեղ է, ինչ փաստաթղթեր են եղել դրանք։ Մենք շատ բան չգիտենք։ Գիտենք, որ դրանք կան, ինչ որ քարտեզներ տեսել ենք Բոդրոգիսյանի նկարով, բայց ի՞նչն է եղել դրա հիմքում։ Այդ թողը դա միջազգային դատարանը որոշի։ Այն ժամանակ, այո, ասում են սև ու սպիտակը բաղնիքում է երևում, չէ՞ ճիշտ է։ Այո, իսկ մենք էլ ուզում ենք այն սև ու սպիտակը զանազանել հարմոնիայի մեջ, արդարաբար, եղբայրաբար, քրիստոնեաբար, թող լինի այդպես, ապրենք մեր բարեկամների, հարևանների հետ։ Այն ժամանակ կարելի է ասել, որ դու կարող ես ունենալ խաղաղություն։ Այդ է խաղաղությունը, ոչ թե պարտադրված կապիտուլյացիա։ Այն ինչ որ հիմա արվում է հայ ժողովրդի հետ։ Նրանք առաջ։ Դրանք առաջին անգամ հրատարակվել են 1960 թվականին։ Անվերապահորեն կարող ենք ասել, որ պատմական վկայություններ հանդիսացող այս քարտեզները երկրորդ կյանք են ստացել 85 տարի անց, մեր օրերում։ Ատլասի վերահրատարակումը իսկապես շատ լավ քայլ էր ու տեղին էր, որովհետև Ատլասի մեջ հավաքված բոլոր քարտեզները ընդգրկում են մարդկության պատմության զարգացման բոլոր փուլերը։ Դա անտիկ շրջանից մինչև 20-րդ դարի կեսերը, դա Հերոդոտոս, Հեկատեոս, Ստրաբոն, Պտղոմեոս, գիտեք ինչ, այդ բոլոր մարդկանց աշխատություններում հիշատակվել է Հայաստանը եւ այդ քարտեզներում բնականաբար տեղ է գտվել Հայաստան անվանումը։ Դրա համար էլ Ալիևը երբ որ գնացել էր, երևի հիշում եք, Կիստովուզի շրջան մասնակցելու տեղի պատմագավառագիտական թանգարանի Մենք Մի անգամ հարևան պետության դիկտատորը գնացել էր Հայաստանին սահմանակից Թովուզի շրջան մասնակցելու տեղի պատմագավառագիտական թանգարանի բացմանը։ Ցուցանմուշներն ուսումնասիրելուց հետո Հեյդարի որդու ուշադրությունը գրավեցին պատից կախված հին աշխարհի քարտեզները։ Հեյդարի որդին մոտեցավ եւ իր ռնգեղջյուրի մեծ քիթը մեր թվարկությունից առաջին հազարամյակը ներկայացնող քարտեզի մեջ խոթելով ուզում էր այնտեղ գտնել իր ղեկավարած արհեստածին պետության անվանումը, բայց բնականաբար չգտավ ոչ Ադրբեջանը, ոչ ժամանակակից ադրբեջանական որևէ տեղանուն, ոչ էլ նույնիսկ հին աղվանքը, որի պատմությունը ազերիները փորձում են իրենցով անել, եւ չէր էլ կարող գտնել։ Ինչպես հին չինացի փիլիսոփա Կոնֆուցիոսն էր ասում, շատ դժվար է գտնել սև կատվին մութ սենյակում, հատկապես երբ նա այնտեղ չէ։ Փոխարենը Հեյդարօղլուն քարտեզի վրա տեսավ հայկական Ուրարտուն։ Բաքվի բռնապետի կատաղությանը չափ ու սահման չկար։ Պատմական քարտեզները Ադրբեջանի ամենաթույլ կողմերից են եւ ընդհակառակը պատմաքաղաքական զորեղ խաղակարդ Հայաստանի ու հայերի ձեռքին։
Ֆրանսահայ հայտնի քարտեզագիր Զատիկ Խանզադյանը երևի մի բան գիտեր, որ իր բացառիկ աշխատության մեջ հավաքեց աշխարհի ու տարածաշրջանի ավելի քան 500 քարտեզ, որոնք ցույց են տալիս Հայաստանի տեղն ու դերը աշխարհի հզորագույն տերությունների կողքին հին Բաբելոնի, Հերոդոտոսի, Ստրաբոնի ժամանակներից մինչև 20-րդ դար։ Լավ լուրն այն է, որ Հայաստանում ու հայագիտական կենտրոններում անվանի հայ քարտեզակետի հայանպաստ գործունեության մասին չեն մոռացել։ Զատիկ Խանզադյանի հայագիտական մեծ արժեք ներկայացնող 1960 թվականին տպված Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս աշխատությունը Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ եւ բարերար Ռուբեն Գրիգորյանի մեկնասությամբ վերահրատարակվել ու թվայնացվել է։ 3 ապրիլի 18-ին Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ Խանզադյանի ատլասի վերահրատարակության շնորհանդեսը, որին ներկա էր գիտական ողջ հանրությունը։ Շնորհակալություն ես գործանողներին, շատ հարմար ժամանակ է այս քարտեզները, որովհետև մեր ժողովրդին նույնիսկ իրենց հավատալու համար փաստեր են պետք, որովհետև ցավոք Նիկոլյան պրոպագանդան, անվորակ անգրագետ պրոպագանդան այնքան մարդկանց ստիպել կասկածել իրենց ծագումնաբանության վրա, պատմական իրականության վրա, հա, որ մարդիկ, ես վստահ եմ, որ ավելի շատ այս իրենց ռեստարտի համար, սեփական տեղը, նշանակությունը, ինքնավստահությունը գտնելու համար շատ մեծ բան է տալու, մեծ դեր է խաղալու։ Դա Ռուբենին Ցովանավորին շատ շնորհակալ եմ եւ բոլոր նրանց, ովքեր կազմակերպել են այս միջոցառումը եւ քարտեզի վերահրատարակումը, շատ շնորհակալ ենք։ Եվ այսպես ազգային ժողովում աշխատավարձ ստացող եւ Նիկոլի ծրագրերի իրականացնող ընդդիմություն, շակերտավոր եմ ասում ընդդիմությունը, դուք վաղը, եթե այս քարտեզները ձեռը, այդ հրատարակությունները ձեռը, դուք Թեքեյանում, հա, Թեքեյանի դուք կարող եք, չէ, հանգիստ գնալ, ձեր գործընկերն է, ասել, պարոնայք, այնա Ռուբեն Գեզախանյանն էլ ընդդեմ նստած է, պարոնայք, տվեք մի օրինակ ես, տանենք, դնենք պատի վրա, ասենք ճիվաղներ, որ դնկարել եք ընդեղ, դա Հայաստանի ընդամենը մի մասն է, մի չնչին, սա է Հայաստանը, դուք չեք կարող սա ուրանալ եւ ասել սա հեչ Ստալինի գրած կամ Բրեժնևի գրած քարտեզը իրա ձեռագրով, հա, իրա ճաշակով գրած քարտեզը մեջ, սա է իրականությունը։ Եթե հիմա դուք վաղը, երկշաբթի օրը կամ երեքշաբթի օրը կամ առաջին նիստին, այս գրականությամբ, այս գրքով, այս փաստերով, Փարիզի վեհաժողով, այս ամեն ինչով չգնաք այնտեղ, դուք հասկանում եք, չէ, ես վստահ եմ, որ դուք չեք գնալու, բայց ես հնարավորություն եմ տալիս, որ գոնե երկու օր չասեմ, որ դուք Նիկոլի, մի Նիկոլացին էլ դուք եք, էլի, ասեց արեստացին, ես միանգամից Նիկոլացինը հիշեցի, արեստացին ինքը ասեց Ադրբեջանի մասին, չէ, դուք հնարավորություն եք հիմա արդարացնելու, որ դուք այդքան էլ Նիկոլացին չեք, վերցնում եք այս քարտեզները, մտնում եք ազգային ժողով նիստի ժամանակ, ասում եք արա, լեջան, սրա տակ ստորագրել են թուրքերը, դեռ 1920 թվականին, թուրքերն են խոստովանել, որ սա Հայաստան է, այս դուք ինչ եք անում հիմա, դուք վիճարկում եք թուրքերի խոստովանածը, դուք այդ քանի գլուխ ունեք, որ դուք վիճարկեք թուրքերի խոստովանածը, գնանք առաջ, միջև դուք չեք արել, Արցախ ուդացողները սարսափում են Արցախի դրոշից, ինչպես դևը խաչից, եւ ոչ միայն Արցախի դրոշից, նաեւ քարտեզներից, որտեղ վկայում են Հայաստանի գոյության մասին, փաստերը այս ամեն ինչ կասկածի տակ են դնում Նիկոլացիների, եւ դրանց տասով դրանց ղեկավարն է Տարոն Չախոյանը, այս որ սենց հասունացած մաչոյի դեմքով սաղթեղեր նկարվում, ասում ասեմ, Տարոն եւ մնացած տարոններ իշխանական։ Եթե այս դեմքի արտահայտությունը բամբուկներում եմ, մտածում եմ ձեզ լուրջ եք ընդունել դուք, շատ լուրջ եք ընդունել։ Ես ես մի բան եմ ուզում ասեմ, նստում եք իրիկունը, հայլու մեջ նայելով, սկսում եք մտածել, ինչ կլինի եթե վաղը հանկարծ պարզվի, որ Նիկոլ ասենք փախել է երկրից, կամ մնացա ստացվել մեկի ասենք ատամի տակ անգել, կամ ասենք 9 գրամը գտել է տիրոջը ճակատին, կամ չգիտեմ, պատահական այնքան խմել ինֆարկտ ստացել ու սատկել է,
Չգիտեմ, կամ մի բան եղել է, դուք էլ իշխանություն չունեք։ Վարիացիաները շատ են, տարբերակները շատ են, բայց բան եմ ասում, հետևանքը, որպես հետևանք դուք էլ իշխանություն չունեք։ Հələ մի հատ ձեզ հայելու մեջ նայեք ու պատկերացրեք ձեզ ինչ է սպասում այն պահին, երբ որ դուք ունենաք իշխանություն։ Այդ ժամանակ դուք նոր կիմանաք ձեր իրական կշիռը։ Նոր այն ժամանակ դուք կորոշեք հայլու մեջ ձեզ ոնց նայեք, վիզս թեկած նայեք, թե վախեցած աչքերով նայեք, թե միանգամից վախից խառակիրի անեք ձեզ, այդ ուրիշ հարցեր է։ Բայց ձեր իրական արժեքը երևալու այն ժամանակ, երբ որ դուք իշխանությունից զրկվեք։ Հիմա ես որպես ձեզ ճանաչող եւ ընդհանրապես մարդատիպը մի քիչ հասկացող մարդ, ես ես երաշխավորում եմ, որ դուք բոլոր հիմա ով կա իշխանությունում, դա լինի ոստիկան, ԱԱԾ աշխատող, իշխանության մեջ, պատգամ, ով ուզում ալին, բոլորը, այսօր ոսս նստած եք այս պետության վզին, կոպիտ ասած, որպես մարդ, որպես արժեք, դուք զրո եք։ Զրո։ Դες չեմ ասում մինուս։ Զրո։ Որովհետև որ պահին դուք ինքներդ էլ գիտեք, իշխանությունը չեղավ։ Ձեր ձեռքեր դուք չեղաք իշխանության մաս, ձեզանից ոչինչ չի մնում։ Դա նշանակում է, որպես դուք արժեք, սուբյեկտ, դուք արժեք չունեք։ Ասկած, եթե մի մարդուն արժեք հատալի աթորը, նշանակում է դա ընդամենը ինքը մեբել է, կներեք արտահայտության մասամից, կահույք, բուտաֆորիա, դեկորացիա, որ կախված տեղից, որտեղ են իրան դրել, ասենք, աշխատասենյակում, թե ասենք մայթի վրա։ Եթե իրան մայթի վրա դրել, նշանակում է մայթի արժեք ունի, եթե աշխատասենյակում են դրել, ուրեմն ինքն արդեն բոս է։ Եթե մի մարդու արժեք կախված է նրանից, թե իրեն որպես կահույք որտեղ են դրել, նշանակում է մարդ չկա։ Դες հիմա ամենայն պատասխանատվության եւ տեղյակ մարդ որպես ասում եմ, դուք բոլորը որպես մարդ, որպես արժեք զրեք։ Դե հիմա արդեն ինչ դեմքով ուզում եք նկատվեք, ինչ դեմքով ուզում եք հայտարարություն արեք։ Սա մի բան է, չի փոխվելու։ Չի փոխվելու, այսինքն դուք որպեսզի մնաք այդ կարգավիճակում, դուք պետք է ձեր ստեղծության չափաբաժինը ավելացնեք, ձեր ստորության գրադուսն ավելացնեք, ավելի մեծ քայլերի գնանք այնտեղ մնալու համար, որ հանկարծ դուք մի օր չառելեսվեք այն հանգամանքի հետ, թե դուք որպես մարդ ինչ արժեք ունեք։ Մարդ իր արժեքը իմանում է միայն կարողանում է ռեալ արժեք այն ժամանակ իմանա, երբ որ ինքը չունի իշխանություն, իրանից ոչ մեկը կախված չի իր ստորագրությունից, եւ իրենք ինքը հանգիստ փողոցում մանագալ են ժամանակ արդեն իրան որպես մարդ, որպես ուղղակի մարդ, ոչ թե որպես լծակ ունեցող։ Այն ժամանակ արդեն իրան նկատմամբ ունեցած մարդկանց վերաբերմունքից հարգանքից նույնքը կարա հասկանա ով է ինքը իրականում։ Իսկ դուք ես երաշխավորված ասում եմ, ոչ թե 80%-ով, 90%-ով, 100 առանց որևէ բացառության։ Դուք բոլոր դուրս եկաք իշխանությունից, դուք զրո եք։ Չէ, հիմա էլ եք զրո։ Իմացեք դուք պետք է սրա համարի մասին իմանաք անպայման։ Դուք զրո եք հակառակ դեպքում։ Դուք չեք լինի իշխանության։ Դուք չեք կամ են մնացածը որ ծառայում են իշխանություններին։ Մարդիկ ծառայում են սրիկաներին, պատրաստ են հանցագործությունների մի բանի վախից, որ առանց դրա իրենք կմնան սոված։ Իրենք իրենցից ոչինչ չեն նշանակում։ Այդ վախն է, որ դրդում է իրենց գնալ ստորությունների, սրիկայությունների, ծառայությունների, դավաճանությունների, այդ վախն է, անտեր մնալու, սոված մնալու վախն է։ Իսկ այդ մարդիկ հիմնականում այն տեսակն է, որ հասկանում է, եթե ինքը սա չարեց, ինքը սովորական կյանքում ոչ մեկն է։ Հասկացա՞ր տարոն եւ մնացած տարոններ։ Հիմա գնանք առաջ։ Գիրանցում ցուցարարներին ջարդող քրեական ոստիկանության պետին Փաշինյանը պատկերված է։ Այո, բա ինչ եք ուզում։ Սա նայեք ոչնչությունը, նայեք ինքը գիտի ինքը ոչ մի բան է։ Փաշինյան Նիկոլն էլ գիտի, որ ինքը ոչ մի բան է, հենց այդ ոչ մի բաներն է նշանակում ու պատկերվածում է, որովհետև ոչ մի բանները ծառայում են իշխանություններին միջև վերջի խազը, հասկանալով հանդերձ, որ իրական կյանքում առանց այդ ծառայությունների իրանք ոչ մի բան են։ Այս հրանց մասին էլ ասում է Նիկոլ Փաշինյանը, որ իրենք իր ողնաշարն են։ Այո, Փաշինյան Նիկոլի ողնաշարը ոչ մի բաններն են։
ու դες լուրջ դեմքով ասում են, որ այս նրանց նկատմամբ ժողովրդի վստահությունը շատ մեծացել է։ Պատկերացնում եք, չի կարա լինի ժողովուրդ, որը ունենա վստահություն սենց բանի նկատմամբ։ Չի կարա լինի։ Դա արդեն ժողովուրդ չի, դա հոտ է։ Իսկ Հայաստանը հոտ չի։ Հայաստանը մեծ գոմ չի բաց երկրի տակ։ Հայաստանը ունի ժողովուրդ, որ թացը չորից հասկանում է, ու քեզ տվել ընդամենը 7-ից 8% ձայն։ Էլա դրան գիտես ովքեր են։ Այ էդի հոտնը։ Այ հենց էդի հոտնը ոչ մի բանները, որ հասկանում են առանց այդ իշխանության իրենք չկան։ Իրենք ոչ մի բան դառնում են բոմժ, Խաչատուր Սուքեսյանից սկսած։ Գղզո, չմոռանաս դրա մասին։ Հետաքրքիր հարց Փաշինյան Նիկոլին, սա լսել է պետք։ Քաղաքացիները ամենաշատը որ հարցը կուզեին ուղղել վարչապետին, ուրեմն 125 հոգու ենք դիմել, նրանցից 53-ը հրաժարվել է ընդհանրապես մասնակցել հարցմանը, մնացած 72 քաղաքացիներից 60-ը ձեզ որևէ հարց չունեին, ունեին զայրույթ, նեղացվածություն, որն արտահայտում էր շատ կոպիտ բառապաշարով։ Ձեր թույլտվությամբ միացնեմ համեմատաբար մեղմ ձևակերպումներով արձագանքներից մի քանիսը։ Մեկը ապատի ցածի իրայ խնդրում եմ հա իր անունի տուր, շատ եմ խնդրում, ուղղակի խնդրում եմ։ Ես կասեի ամոթ իրեն։ Ամոթ իրան, որ կարողացա մեր երկրի հետ սենց վարվի, սա ինչ անելու ձև է, մարդիկ ոչ հացի փող ունեն, ոչ մի բան չունեն, իրանք չեմ հասկանում, իրանք ինչով են մտածում։ Չեմ ուզում կոպիտ ասեմ, թող շուտ գնա։ Պաշտոնյանն կասեի, քանի լրիվ չես կործանել երկիրը, թող գնա։ Պարոն վարչապետ, լրագրողական այս հարցումը չի հավակնում իհարկե 100% իրականության, բայց ըստ ձեզ ինչու են այսպես արձագանքում քաղաքացիները, ինչ եզրակացություն եք, չեք ցավում, որ մարդիկ այսպիսի հիասթափություն ունեն։ Ես ներողություն եմ խնդրում, բայց մի րոպե պետքա դիմանաք, պետք է լսեք այդ պատասխանը։ Ըստ էության միջև հիմա հնչած բոլոր հարցերի ի պատասխան իմ ասած մտքերը պատասխանում են նաև ձեր հարցի։ Ես ըստ էության մի քիչ ուրիշ տեսանկյունից խոսում էի դրա մասին։ Խոսել է արդեն դրա մասին, որ ժողովուրդը իրենց զզվում է, որ ժողովուրդը ասում է, գնա, քանի դեռ չես կործանել, ամեն ինչ։ Ինքը ընտրել է առանց հայոյանքներին, բայց ըստ էության ինքը արդեն ամեն ինչին պատասխանել է։ Ինչ որ միտեղ, ինչ որ մեկին, եւ էական չի ինքը դրա մասին մի բան ասել է, թե չէ, բայց ինքը դրա մասին արդեն պատասխանել է։ Սա մի մարդ է, որը ոչ մի բանի պատասխան չունի։ Սա մի մարդ է, որը գիտի մի բան։ Ինքը ամեն գնով պիտի մնա իշխանության, ամեն գնով, որովհետև մյուս տարբերակը, եթե չկա իշխանություն, չկա նաև ինքը, բառացի, չկա նաև ինքը, չկա իր մերձավոր շրջապատը, այսինքն իշխանություն իր համար կյանքի եւ մահու կռիվ է, ոնց որ Պուտինի համար, կյանքի ու մահու, կամ գնդակահարում են իրը, կամ ինքը ամեն ձնով պետքա պաշտպանել։ Սա մի մարդն է, որ նույնիսկ այս հարցերի պատասխանը չունի, բայց պիտի լսեք։ Եվ իմ բացման խոսքում ես խոսում էի դրա մասին։ Որտեվ տեսեք մի բան կա, ես անկեղծ ասած, որ ոչ բոլոր բառերն է տարբերակում, բայց մի նախադասություն տարբերակեցի, երբ որ ասում եմ, որ մարդը հացի փող չունի, չէ՞, տենց մի նախադասություն հնչեց։ Այդ ամեն ինչում այդ հացի փողն է հիշել, հիմա լսեք այդ հացի փողին ինչ է ասում։ Ես իմ բացման խոսքում դրա մասին էի խոսում։ Որովհետև օրինակ տեսեք, ես ձեզ մի այսպիսի օրինակ ասեմ։ Եղել է դեպքեր 18 թվականից հետ, դրանից առաջ էլ, երբ որ հնարավորություն ունեցել եմ որպես պատգամավոր կամ որպես գլխավոր խմբագիր։ Մարդը չունի հացի փող։ Սա ասում է հնարավորություն ունեցել է որպես պատգամավոր եւ գլխավոր խմբագիր։ Հիշում եք սրա գոմը, որտեղ ինքը ապրում էր։ Նկարները տեսել եք, չէ՞։ Հիշում եք այդ գոմը։ Ինքնապես ունեցել եմ հնարավորություն։ Լսենք ինչ է ասում։ Ես իրան տվել եմ հացի փող։
Բայց հաջորդ օրը պարզվել է մարդը էլի չունի հացի փող։ Ես իրան նորից եմ տվել հացի փող։ Բայց հաջորդ օրն էլ է պարզվել, որ մարդը չունի հացի փող։ Ես իրան նորից եմ տվել հացի փող։ Բայց հաջորդ օրը էլի պարզվել է, որ ինքը չունի հացի փող։ Բայց ես էլ փող չեմ ունեցել, որ տամ իրան։ Հասկացա՞ք։ Որպես վարչապետական դեպքեր։ Որ հիմա էլ են ուզում իրենց, բայց ինքը չունի փող տալ։ Ինքը մոռացել է, որ ինքը էլ падգամավոր չի, թերթի խմբակից չի։ Եթե մարդը չունի հացի փող, ու իրան ասում է գնա, քանի չարքես գործա, ամեն ինչ չես գործանել, կամ ապահովի այդ հացի փողը, կամ գնա։ Իսկ ինքը խոսած աշխատավարձների մասին, դե աշխատավարձները, հա, այդ աշխատավարձները չի հերիքում, հետո հիշես, որ աշխատավարձը ինքն է ապահովում։ Հա, ուրեմն մասնագիտական որակավորում է քեզ պետք, ուրեմն դու անորակ ես։ Այսինքն մի ամբողջ Հայաստանի կրթական համալիր, կրթական համակարգ, ամբողջ համակարգը կրթական, մշակութային, որովհետև եթե դուք իմանաք երաժշտական դպրոցներում, կոնսերվատորիայում, համալսարաններում, դպրոցներում, մանկավարժներն ինչքան աշխատավարձ են ստանում, ինքը հիշի չէ, որ դա հնարավոր չի ապրել, մեկ էլ հիշում է, որ դա աշխատավարձ ինքն է սահմանում։ Ու այդ բոլորին ասեց, ուրեմն դուք կվալիֆիկացիա չունեք։ Կվալիֆիկացիա չունեք, այ եթե դուք падգամավոր չեք, որ 1 միլիոն կամ 2 միլիոն դատախազ դատավոր նախարար չեք, դուք որ այդ աշխատավարձներ ստանեք, որը դերերի չի, ուրեմն դուք բան չունեք, մակարդակ չունեք, որակ չունեք, բայց երկու օր առաջ էլ ասում էր մենք տգետ ենք, մենք մասնագետ չունենք, այսինքն ամբողջ կառավարական համակարգը, որ միլիոններով աշխատավարձ է ստանում, պարզվեց, որ դրանք տգետ են։ Բայց 2 միլիոն աշխատավարձ են ստանում։ Ինչի համար, որովհետև ԿՊԵ-ական է։ Պարզվում է արդյունքում, թե հարցը չի, այն չի դու տգետ ես, թե համալսարանի դասախոս կամ կոնսերվատորիայի պրոֆեսոր, բացարձակապես կապ չունի։ Կարևորը դու ԿՊԵ-ական ես, թե չէ։ Որ տգետ վիճակով դու պետք է լինես նախարար, եւ այդպես խոստովանել, իրանք չեն կարողանում կառավարել, որովհետև տգետ են։ Հասկացաք, ժողովուրդ ջան։ Սա պատասխանը։ Ձեզ խնայում եմ ամբողջը ցույց չեմ տալիս։ Մի քիչ երկանում է այսօրվա հաղորդումը, լավ, ես միջազգային նորություններին չեմ անդրադառնում այսօր, ես շատ կարճ ուզում եմ մեր բաների մասին խոսենք, հիմնական ասելիքի մասին այսօր խոսենք։ Եվ այսպես, շատ հաճախ հարցնում են, մեր մտավորականներն ուր են, մեր մտավորականները Մենք երեք խոսացինք, թե որտեղ են մեր քաղաքական գործիչները, հիշում եք, թե քաղաքական միտքը մեր մոտ ինչ մակարդակի է։ Հիմա տեսնենք ուր են մեր մտավորականները։ Ես վստահ եմ, որ Ռուբեն Բաբանյանին, որը մեր տեխնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրենն է, շատերը ճանաչում են։ Տեսնեք, ինչ ասում մեր մտավորական ընկերը։ Նրանք այսօր ըստ ձեզ խաթարում են իշխանության պլանները շուտապույտ խաղաղություն Ակնե, արցախցիների մասին է խոսքը։ Նրանք այսօր ըստ ձեզ խաթարում են իշխանության պլանները շուտապույտ խաղաղություն հաստատել, թե դա կտրուկ բնորոշում է։ Ես կդժվարանամ ասել, որովհետև մենք հաճախակի փորձում ենք ստել ինքներս մեզ։ Նայեք, հիմա շատ է տարածվում մի թեզ արցախցիների վերադարձ։ Շատ բարի, ինչ կարգավիճակով։ Ամբողջ պրոբլեմը եղել է այս ամբողջ տարիների ընթացքում կարգավիճակը։ Ասում եմ մտավորականին ոչ թե առաջնային որ դա հայկական տարածքը, դա հայկական հող է եւ մարդիկ էթնիկ զտվել են առաջին անգամ պատմության մեջ իրենց բնակավայրից, հայկական բնակավայրից, այ մենք պետք է հասկանանք ինչ կարգավիճակով։ Գիտեք, պարոն Բաբայան, ես կարծում եմ, որ դա ձեր խնդիրը չէր, հա, սիբոնստե։ Հայն զտել են ընդերից, դա իր պապական բնակավայրը, պետքա ընդեր ապրել։ Կարգավիճակի մասին թող հոգա կառավարությունը, ինքը դրա համար փող է ստանում։ Փաստորեն, դուք վիճարկեցիք եւ կասկածի տարբերեցիք, որ Արցախը Հայաստանն է։ Ճիշտ հասկացա՞ք։
որտեղ եղել են առաջարկություններ ամենալայն ինքնավարություն, ուրեմն եվրոպական ուժեր, սեփական զինվորական, ոստիկանական ուժեր, սեփական, չգիտեմ, սահմանադրություն, սեփական բաց սահմաններ Հայաստանի հետ միջազգային, այդ ամենը մերժվել է, որտեղ ասվել է հնարավոր չի, որպեսզի Արցախին ապրի մի պետությունում ադրբեջանցու հետ։ Կնեք ով է մերժել այդ առաջարկությունները, ոչ մեկ մերժվել է։ Ով է մերժել։ Նույնիսկ եմ ասում, պարոն Բաբայան, Արցախին պետքա վերադառնա, դա չի քննարկվում։ Հասկանու՞մ եք, մենք իր հետ, տեսեք, կարևոր այն որ պետքա չսակարկվի, չքննարկվի, մենք փաստորեն դա դնում ենք սակարկելու, Արցախին պետքա ապրի այնտեղ, թե չէ։ Իր բանակը պիտի ունենա, թե ոչ։ Մեր գործը սահմանելն է ինչ պետք է լինի, կառավարության գործը դա իրականացնելն է։ Հիմա ճիշտ եմ հասկանում, որպեսզի մենք դա չսահմանենք, որ կառավարությունը ստիպված չլինեն դա իրականացնել, մենք սկսում ենք օգնել կառավարությանը, ասելով թե ինչքան դժվար է դա իրականացնելը։ Մանավանդ որ կառավարությունն ասում դա իմ գործը չի ընդհանրապես, ես դա իրականացնելու ոչ մի բան չունեմ։ Հակառակ ինքը դա համատեղ ուժերով դատարկեց, զտեց, տվեց Ադրբեջանին եւ արցախցիներն էլ զրկում է իրենց ունեցած անձնագրից, որտեղ նշված է իր բնակավայրը։ Ասում է դու հրաժարվի դրանից, որ թոշակ ստանաս։ Հա, պարոն Բաբայան։ Մի տեսակ ինչ որ բան չի ստացվում։ Սահուն չի ստացվում։ Սա է հիմա վերադարձը, որ ասում են, ինչ կարգավիճակով են պատկերացնում։ Ես ուզում եմ դա հասկանամ։ Պարոն Բաբայան, նորից դա իմ ու քո խնդիրը չի։ Իմ ու ձեր խնդիրը չի։ Հետաքրքիր է, որ մենք խոսացինք ստեղ ու դա զտում է կատարվել։ Մա վերադարձ։ Ինչի պետք է գային, որ վերադառնային։ Որ հիմա վերադարձը դառնա սակարկման թեմա։ Ինչ կարգավիճակով, ինչպես, ով է մերժե, ով չի մերժե։ Եթե որպես առանձին պետություն, ես կարծում այստեղ կծիծաղեն բոլորը։ Առաջին հերթին արցախցիները։ Ինչի՞։ Արցախցիները միշտ մտածել են, որ իրանք առանձին պետություն են։ Ինչից որոշեցիք, որ առանձին պետություն որպես վերադառնալու համար պետք է արցախցիները ծիծաղեն։ Պարոն Բաբայան, որտեղից այդ ինֆորմացիան եւ վստահությունը։ Որտեղից։ Արցախցիները 30 տարի վստահ են եղել, որ իրանք առանձին պետություն են։ Ունեցել են իրենց հիմնը, իրենց դրոշը, այո, շատ բաներ եղել հայկական, ազնագիր եղել հայկական, հեռախոսահամար եղել հայկական, չնայած տականքները դրել են ռոմինգ մեր մեջ, ամեն ինչ ստացել, վկայական եղել է, կադաստրով տրված վկայական եղել է հայկական դրոշով, ամեն ինչ եղել է հայկական, այդ ով ասեց, որ արցախցիները վրա ծիծաղան։ Իրենք շատ լուրջ էին ընդունել, իրենց մոտ մեծ բաներ, սեփական բանակ ունեին, սեփական ԱԱԾ ունեին, սեփական նախագահ ունեին, սեփական պարլամենտ ունեին։ Պարոն Բաբայան, ով ասեց, որ արցախցիները կծիծաղան դրա վրա։ Իրենք անկախ են ապրել իրենց համար։ Այո, Հայաստանը իրենց օգնել է։ Եվ ֆինանսով, եւ մարդկային ռեսուրսներով ամեն ինչով օգնել է, բայց իրանք ամեն ինչ որպես առանձին պետություն ունեցել են իրենց համար։ Իրենք գնացել են նույնիսկ բանակցությունների, Ֆրանսիայի նախագահը ընդունել է Արցախի նախագահին, բոլոր տեղեր իրանք ընդունված են եղել։ Ասեմ ավելի, մինչև 97 թվականը նույնիսկ մինչև Քոչարյան Ռոբերտը կհաներ արցախցիներին եւ մասնակցել են նույնիսկ բանակցությունների։ Ինչու՞ մի տեսակ լավ չի ստացվում, պարոն Բաբայան։ Հələ միտեղ ասեց, ես գիտեմ, ինձ հայոյելու են, չէ, բոլորովին մենք ով հայրենիք չենք։ Ուղղակի ուզում հասկանամ, ինչ եք մեղմ եմ ասում։ Մանիպուլացնում, պարոն Բաբայան։ Չեմ ուզում ասեմ, կեղծում եք փաստերը, բայց դուք կեղծում եք։ Ինչի եք լղոզում իրականությունը, պարոն Բաբայան։ Ինչի եք ձեր վրա վերցրել իշխանություններին փրկելու եւ այս լղոզելու քաղաքականությունը։ Չէ՞ որ մեկը ասում է, աշխատավարձ չունի, չի ստանում, թոշակը չի երիքում, բա ոնց տալը։ Դա ձեր ու իմ խնդիրը չի, պարոն Բաբայան։ Կառավարությունը դա պիտի ապահովի, եթե չի կարող ապահովի, իրան բարի ճանապարհ, պարոն Բաբայան։ Չէ՞ որ ձեզ որ բյուջե են տալի, դուք չեք մտահոգվում եք բյուջեն որտեղից է գալիս։ Դուք գիտեք որ կառավարությունն ես ու պետքա ինչ որ սուբսիդավորես այդ մարմինները, չէ՞։ Հասկանում եք։ Սենց է, պետությունը սենց ամեն մեկ իր ֆունկցիան ունի։ Մենք պարտավոր չենք մտածել, որտեղից պետք է փողը գա, որ ինքը թոշակ ստանա։
թոշակառուն դրա կարիքը չունի մտածելու։ Ինքը գիտի ինքը թոշակառու է, ինքը պետք է իր թոշակը ստանա։ Թող նա գլուխը ցավը, ով պարտավոր է թոշակը ապահովելու։ Որպես Ադրբեջանի քաղաքացի ես ուզում իմանամ, որտեղ գիտեք լինում են սիրուն բառեր, բայց այդ սիրուն, լավ բառերը պետք է լցվեն բովանդակությամբ։ Եթե վերադարձ, ապա ինչ կարգավիճակով, որտեղ ամբողջ խնդիրը եղել է կարգավիճակը։ Եթե վերադարձ, եթե չկա պարոն Բաբայան, վերադարձ ու վերջ։ Վերադարձ դա որպես մտավորական ձեր բանը պետք է լիներ դա, վերադարձ ու վերջ։ Եվ հարց, ինչու դատարկվեց Արցախը, ով դատարկեց Արցախը, ինչ իրավունքով։ Ուրա պետությունը, բայց չէ։ Սենց որ կհարցնեք ուր են մտավորականները։ Դե մոտավորապես հիմա, սենց ասեմ, միջին մտավորականի տեսակետը։ Ու անհոգ եղեք պարոն Բաբայան, մեր եթերում ոչ մեկ չի այրում դες։ Միշտ։ Եվ եղել է դեպքեր, երբ որ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնվել են, հա ինչ որ փաթեթի Արցախը չի համաձայնվել։ Եվ դա եղել է միշտ կարգավիճակ, հետաձգեն կարգավիճակը, հետագայում, բայց միևնույնն է, առանց կարգավիճակի Հայաստանում էլի ամենակարևոր խնդիրը եղել է կարգավիճակը։ Պարոն Բաբայան, 30 տարի արցախցին ապրում են այնտեղ։ Ապրում ես, չէ՞։ Ձեր ասած կարգավիճակի խնդիրներն են ժամանակ եկան, բայց Արցախի չքած ունենալ դրա վրա, ինքը ապրում ես, չէ՞։ Զենքով պահում են իր սահմանները։ Եվ ամբողջ աշխարհը չեն ասում քեզ այդ զենքը որտեղից, դու ինչ իրավունք ունես քո սահմանները պաշտպանելու, քո անվտանգությունը դուխի պիտի պաշտպանես, քո տունը տեղը, քո վանական համալիրները, գերեզմանները, եկեղեցիները, հազարամյա դու ինչի պիտի պաշտպանես։ Ոչ մեկի մոտ այդ հարցը չեն առաջանում, բացի Ալիևից եւ Նիկոլ Փաշինյանից։ Բազում է նաեւ ձեր մոտ։ Կարգավիճակ։ Կարգավիճակի հարց չկա, Արցախը Հայաստանն է, պարոն Բաբայան։ Բազում է դա քարտեզներ կա դրա մեջ։ Դրա վերաբերող գիտեք։ Ազգային ժողովը կամ այն ժամանակ Գերագույն խորհուրդը որոշում է, որ Հայաստանը չի կարող ստորագրել որևէ փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղը ճանաչվի որպես Ադրբեջանի մաս։ Ինչի մասին է խոսում, կարգավիճակի։ Եթե հիշեցիք ազգային ժողով Գերագույն խորհուրդ, ուզում ձեզ հիշեցնեմ, պարոն Բաբայան։ 89 թվին Գերագույն խորհրդի երկու Գերագույն խորհուրդների համատեղ որոշումով Արցախը Ադրբեջանի ու Արցախը Հայաստանի մաս է ու վերջ միավորվել է Արցախի հետ սովետական միության օրենքների համաձայն։ Քանի դուք հիշեցիք, ես ձեզ եմ ուզում հիշեցնել։ Ու ես շատ կասկածում եմ, պարոն Բաբայան, որ դուք 88 թվականի կամ 89 թվականին դուք ասեցիք, ոչ, դա հնարավոր չի, կարգավիճակ, հնարավոր չի։ Շատ կասկածում եմ դրա վրա։ Համենայնպես ասեմ, որ ձեզ առնվազն երևի 10-ից ավել ճանաչում եմ, այսպիսի խոսակցություն առաջ անգամ ձեզանից լսում եմ, դուք կասկածի տակ եք դնում թարապես Արցախն ինչ է իրենց ներկայացնում, հայկականա թե իրեն կարգավիճակա պետք, ընդ որում կարգավիճակ, որը ճանաչում է Ադրբեջանը։ Հա, իմիջիայլոց մեր կարգավիճակներն ի առանձնապես լավ վիճակում չի, պարոն Բաբայան։ Մեր կարգավիճակն էլ ալերը չի ճանաչում։ Ասում ես Ադրբեջանում ես ուղղակի վախենում եմ, որ մի օր ձեզ հարցնեն ասեն, հայերը սուր վերադառնանք, ախր կարգավիճակի հարց կա, չէ՞։ Շատ եմ վախենում դրա համար։ Հայակվեի էին անում, ինչի մասին էր խոսքը, կարգավիճակի։ Հայակվեն անում էին, արդեն Արցախը շրջափակման ժամանակ ու հայակվեն Արցախի կարգավիճակի համար չէր։ Նիկոլիչ պաշտպանում է, պահանջում էին իբր, որ ինքը ասի Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում։ Հայակվեն դրա մասին էր, պարոն Բաբայան։ Իսկ մենք հիմա ասում ենք լավ, դա կարևորն է ամենա, երբ որ մենք խոսում ենք վերադարձի մասին, եւ կարծում եմ վերադարձի մասին հիմա խոսելը ինքնախապեյություն է, որտեղ դա կարծես թե ասում եմ եկեք այսօրվա խնդիր Հասկացաք այս ամեն ինչի մասին։ Մի խոսեք վերադարձի մասին, դա ինքնախապեյություն է, շնորհակալություն, պարոն Բաբայան, որ մեզ հուշում եք, թե մենք ինչի մասին պիտի չխոսենք։ Իսկ հակառակ նման մտածողները ես ասում եմ,
Արցախի վերադարձին լինելու է, Արցախի վերադարձի մասին պետք է խոսալ ամեն օր, ինչպես ցեղասպանության մասին։ Արցախը դա էթնիկ զտման ենթարկված հայկական տարածք է, ինչպես ամբողջ Արևմտյան Հայաստանը։ Եվ ինձ ասել դա մասին մի խոսեք դա ինքնախապեյությունը, կներեք, դրա մասին ով ասում է մի խոսեք դա ինքնախապեյությունը, դա թուրքական քարոզ է։ Ոչինչ, պարոն Բաբայան։ Այ դուք դուք թուրքական քարոզ եք անում։ Դուք ինձ ասում եք ես ինքնախապեյությամբ եմ զբաղված, ես էլ ասում դուք թուրքական քարոզություն եք անում։ Ոչինչ, պարոն Բաբայան։ Արցախի վերադարձի մասին խոսում ամբողջ աշխարհը, ամբողջ Եվրոմիության պատգամավորներ, Գերմանիա, Ֆրանսիա, Անգլիա, բոլոր երկրի Եվրոմիության մեջ գտնվող պատգամավորներն են խոսում դա մասին։ Պարոն Բաբայանը դա ինքնախապեյություն է, որովհետև դա անհանգստացնում է Նիկոլ Փաշինյանին, պարոն Բաբայան։ Հա? Եվ դուք որպես համակիր, մեղմ եմ ասում, Նիկոլ Փաշինյանին դուք պետք է ասեք, մի խոսեք դրա մասին, որովհետև դա ինքնախապեյություն է, չէ, ով ասում է դա ինքնախապեյություն է, ես էլ ասում դա թուրքական քարոզություն է։ Խնդիրների մասին չմտածենք։ Իսկ այսօրվա խնդիրները ամենակարևորն են։ Մարդիկ եկել են, մարդիկ տուն չունեն, մարդիկ երեխաներ ունեն։ Ասում եք պետք է հետևանքների մասին մտածենք, ինձ ասեմ, այդ տուն չունեն, հետևանքներ ունեն, իսկ դուք ինչ ասացիք այն օրը, երբ որ մարդիկ տուն չունեին, ոչ մի բան չունեին, պայթացվեց մի ամբողջ պաշտպանության նախարարություն, որ այդ մարդիկ կարող էին բնակեցվել այնտեղ։ Ես ասեմ ավելին, ընդհանրապես ոչ մի բան նախատեսված չէր դրա վրա։ Իսկ ինչի՞ չեք խոսում նրա մասին, որ զրկում են իրենց քաղաքացիությունից, ասում են հրաժարվի քո նախկին հասցեից, դու եք անձնագրը պետք է չունենաս, որտեղ գրված է քո նախկին հասցեն, որտեղ սա ապացույց է։ Պարոն Բաբայան, լավ չի ստացվում։ Ես կյանքում ես չի սպասի։ Տեսեք, ես մի բան չեմ ասում, որ դուք չկարողում եք պատասխանել։ Ես ընդհանրապես հակադարձում եմ ձեր ասածին։ Քանի որ լրագրողը համեզ լսում է ձեզ, ես ինձ խոսք եմ թույլ եմ տալի ձեր հետ չհամաձայնվելու։ Ու ասեմ ինքնախապեյությունը որն է։ Իմը ինքնախապեյություն չի, հակառակը թուրքական քարոզություն է։ Մարդիկ աշխատանք չունեն։ Սա ավելի կարևոր չի։ Իսկ եթե իրենք հիմա վերադառնան Արցախ, պատկերացնենք այդ ամեն ինչ իրենք ունենան Ադրբեջանի կազմում։ Ինչի Ադրբեջանի կազմում։ Ինչից որոշեցիք, որ դա Ադրբեջանի կազմում է։ Պարոն Բաբայան, որովհետև Նիկոլը տենց է ուզում։ Դուք ինձ հարցնում եք ուր է հայ մտավորական, ես ասում, խնդրեմ, միջին թվաբանական, այ մտավորական։ Դա Ադրբեջանի բան է, տարածք է։ Արցախը կարա լինի Ադրբեջանի կազմում։ Նույնպես եմ ասում, սա ինձ եք հարցնում։ Ինձ մի հարցրեք այդան, ես գիտեմ մանավանդ ինչ է կատարվում մտավորական դաշտում, իմ համար դա ամենաեղկելի բանն է, ձևակերպումն է երևի վերջի 15 տարվա մեջ։ Գոնե այնքանով, ինչքանով ես քաղաքականություն եմ զբաղվում։ Ակտիվ մտավորական Չանեսներ, Շիրազներ, Սիլվա Կապուտիկյաններ։ Շիրազը, որ միջև մահ ասում էր Արարատը Հայաստանը, մտավորական։ Սևակներ, չի մասնում։ Ինչպես ենք պատկերացնում։ Ես չեմ ուզում խաբեբա Երևան։ Սա ամենավատ բանն է։ Ես առանց դրա ինքս ինձ չեմ ներում, որ այս տարիների ընթացքում ոչ ամբողջ ճշմարտությունն եմ ասել, չնայած ամբողջ ճշմարտությունը տեսել եմ, որտեղ տարեկան Վայ, Բաբայան։ Ոստ է ոնց ամբողջ ճշմարտությունն եք ասել, ասեիք։ Ինչի՞ չեք ասում Սերժ Սարգսյանի ժամանակ ոչ ամբողջ ճշմարտություն։ Ես պետք է մի բան ասեմ, նույնիսկ Սերժ Սարգսյանի ժամանակ դուք ավելի ուղիղ եւ անկեղծ էիք, շատ ավելի ուղիղ անկեղծ Սերժ Սարգսյանի ժամանակ, քան դուք հիմա եք։ Սերժ Սարգսյանի ժամանակ դուք երբևէ կասկածի տակ չեք դրել Արցախի Հայաստան լինելու։ Մի 10-15 անգամ եղել եմ Արցախում եւ եղել եմ բոլոր զորամասերում։ Սա ասում եմ մի մտավորական, որ 10-15 անգամ Արցախում ա եղել տարեկան եւ բոլոր զորամասերում։ Եվ տեսել եմ մեր բանակի վիճակը, տեսել եմ մարդկանց տրամադրությունը, տեսել եմ ով է աղքատության մեջ մնում, ով է այդ մեծ ունեցվածքները դիզում։
30 տարի թալանել են, նույն լեքսիկոնն է, ինչ տարբեր, դա ինչ կապ ունի Հայաստանում չէին թալանում, նույն բանակը Հայաստանում չէր, նույն բանակ Հայաստանում չէր, պարոն Բաբայան, թե Հայաստանի բանակի վիճակի մասին տեղյակ չեք։ Մարդկանց տրամադրությունը չգիտեք հիմա Հայաստանում ինչ է։ Հիմա ինչ պետք է ասենք 30 տարի թալանում են, սա արդեն Ադրբեջան է։ Ալեն ասում Ադրբեջան է, Նիկոլն էլ ասում Ադրբեջան է։ Նիկոլն էլ ասում մենք արդեն ցեղասպան բան ենք, պետականություն կարող ենք չունենալ։ Նիկոլն էլ ասում որ մենք պետք է մտածենք, պետք է հասկանանք ինչ ենք ցեղասպանվել։ Նիկոլն էլ ասում էլ թվերը չափազանցված են, հələ պետք է հաշվենք, քանի հոգի է սպանվել։ Ախր չէ որ մի փոքր քաղաք ասա։ Ախր չէ որ մի քանի հարյուրքի մարդ է էլի ասպալեզը։ Երաժիշտներով, դերասաններով, որ ասենք ճանաչում են հիմնականում բոլորը։ Տասնյակ տարիներով, բա ո՞նց կարելի է ասենց, պարոն Բաբայան։ Չնայած վստահ եմ, վաղը ձեզ նույն ձև տեսնելու են, ժպտան, բարև տան, բայց իմ հետ համաձայն լինելով։ Սա անտանելի է։ Կներեք, որ իսկան անկեղծանում եմ, պարոն Բաբայան, բայց որ գիտեք, ես ուրիշ բան չեմ կարող անել։ Չի կարելի սա։ Չի կարելի ուղղակի։ Սա շատ ցածր որակի մանիպուլյացիա է։ Չեմ բարձրացնել, թվում է թե ժամանակ, որ եթե բարձրացնում ես այդ տեսակ հարցեր, թուլացնում ես քո երկիրը, հակառակ ուժեղացնեինք, եթե ժամանակին բարձրացնեինք դա։ Ոնց է, բասմասն է ժամանակ մեր երկիրն է, ոնց է հրաժարվում դրանից, պարոն Բաբայան։ Գիտեք դա մեր երկիրն է, դուք ոնց եք հիմա հրաժարվում դրանից, ասում եք, դա մենք ոնց վերանանք, դե կարգավիճակի հասց ունենք։ Շատ հակասություն է, շատ տխուր է։ Ու ես ինձ առաջին հերթին չեմ կարող դա ներել։ Ու չեմ պատրաստվում հիմա շարունակել։ Ես գիտեմ, որ այս հաղորդումը կդուրս գա կդնեք YouTube, ու այնտեղ բազմաթիվ հայհոյանքներ կհնչի։ Ու դուք եք ասել եք, հաստատ համոզված։ Եվ ինչ դրանից վախենամ։ Արցախցիների հեռանալուց հետո իշխանություն Չէ, բանա, հայհոյանքներից պետք չի վախենալ։ Պարոն Բաբայան, ես կջնջեմ հաստատ իմ մոտ ձեզ հայհոյող չի լինի։ Ես թույլ չեմ տա դա։ Վախենալ ուրիշ բանից է պետք։ Ճշմարտության առաջ մեղանշելուց է պետք վախենալ։ Հա։ Բաներ կա, որ մեր գործը չի, թե դա ոնց կիրականանա։ Մենք կոնցեպցիայի տերն ենք, որ եթե իհարկե պահանջատեր ենք, եթե իհարկե պատրաստ ենք ճշմարտության մասին խոսալու։ Որտեղ դա ոնց կիրականացվի, դա մեր խնդիրը չի։ Եթե չես կարողանում իրականացնել, գնա։ Չէ՞ որ եթե դուք խնդիրը դնում եք դերասանի առաջ, սա եմ ուզում, սա է կոնցեպցիան, սա պետք է իրականանա։ Եթե չի համապատասխանում քո մասնագիտական որակները, չես ասում դե չի բանը, չի կարող։ Չի ասում եք կոնկուրս եք անում, ուրիշ մարդ եք ընդունում կամ տալիս եք ուրիշ դերասանի, չէ։ Նույնը պետականությունը իր տրամաբանությունն ունի։ Մենք միասին մեծ երկիր ենք։ Սրանք ավելեցին։ Ու դուք չեք ասում ավելեցին։ Դուք չեք ասում դավաճանեցին։ Չեք ասում ապիկար են։ Դե հասկանանք հլը ինչ կարգավիճակով իրանք վերադառնան։ Այսինքն ոչինչ որ բան են դատել, ցեղասպանվել են, էթնիկ զտում է իրականացել, կամ մարդասպանվել եւ 44 օրյա ժամանակ եւ այս 23 թվականին։ Թե չէ դուք անհանգստացած եք, որ ձեզ պետք է հայոյեն, ես թույլ չեմ տա, կարող եք այդ մասով հանգիստ լինել։ Արտաքին գործերի նախարարության շուրթերով ասում է այսքանից հետո այդ խնդիրը մեր բանակցությունների տիրույթում չէ հայ-ադրբեջանական։ Ընդունում եք սա, վտանգավոր եք համարում, թե վտանգավոր չեք համարում։ Ես չգիտեմ ամբողջ ենթատեքստը, որտեղ Ադրբեջանը քաշում է առաջ ուրիշ հարցեր, ինքներդ հոյական։ Ինչ կապ ունի Ադրբեջանը։ Նույնիսկ Ադրբեջանը թափես Հայաստանի գոյության մասն է, ասես տակդում լեգիտիմ գոյության մասը։ Չեք տիրապետում, հա։ Ադրբեջանը մի բան է ասում, հա։ Լավ, ես երկար ոնց որ կանգնեցի այս թեմայի վրա, շատ չեմ ուզում, տեղից է տխուր թեմա է։ Գնանք առաջ ուղղակի։ Գնանք առաջ։ Երեք ամիս ուզել եմ անդադ մահանա, օրեր եմ հաշվել,
օրեր եմ հաշվել, այսօրն էլ անցավ, այսօր էլ չմեռա, բազն էլ չեմ մեռնելու, այսքան չեմ մեռնում պրծնում, այնքան ինձ խորհուրդներ են տվել, ամենաշատը մի օր բարեկամներից մեկ ասեց, բայց չես ուզում Շուշին ազատագրված տեսնել, Ղարաբաղը ազատագրված տեսնել, այդ մի նախադասություն ինձ ուշքի ա բերել, այդ մի նախադասությունից ասի ուզում եմ, դրանից բացի ասեց չես ուզում Շուշին հանձնողին, հողին հանձնած տեսնես, ասեց էլ եմ ուզում, այդ երկու բանի համար ես ուշքի եմ եկել, Շուշին ազատագրված տեսնել և Շուշին հանձնողին հողին հանձնած տեսնել, ես 3 մի տեսակ հատուկ ոնց որ ստացվեց, հավատացեք սա չի sense կոնցեպցիան պլանավորել, որ բանը լինի, հա, Վահրամ Բաբայանի ասացին sense հակառակ էլի, տեսեք, արդեն չի ասում, Շուշին տեսնի վերադարձած ու Շուշին հանձնողին հողին հանձնած տեսնի, թե ձեր համար էր Շուշին դժբախտ և դժգույն քաղաք, և հաղորդում ուզում եմ վերջացնեմ Վարդան Պետրոսյանի խոսքով։ Այս անտարի քո ասեն, հայ առյուծը, թագավոր կենթանի, գալիս այրա տարածքը հաստատում, թշնամիներին վռնդում, ով կարը բան ասի, սամասուդ, օրենքները դնում է խիստ կարգուկանոն, թագավոր, բայց այդ անցնում է ժամանակը, էլ վտանգ չկա, կարելի է վայելել կյանքը, իքշել ծերանում է, երկու բաժակել քթում է, չի նկատում թե ոնց, կամանց շրջապատվեց թշնամիներով, ու մեկ էլ մի օր, մի 100,000 շակալ, Աշես հարցակվում ուսում են գզել է թագավորին, խեղդ ծեր, խմած, առյուծ, ինչ կարաս անես 100,000 շակալի դեմ, շորը գալիս տենում են, լույս առյուծները տարածքը կիսելով են զբաղված, բոլորն էլ խմած, հարցակվում են շակալներով ու գզում են բոլոր թագավորներին, գզում բոլորին, ոչ մեկին չեն թողնում, իսկ եկ առյուծներին տանում են իրանց կին, զորով տանում են իրանց կին, որ իրանց շակալի արունը մաքրվի մի քիչ։ Հիմա գանք սրանց զաքերին, որ առողջին ու պինդ ու վաղը կարող է թագավոր դառնային, սաղին հաշատում են, ոչ մեկին չեն թողնում։ Իսկ են որ անգրի սատկեն, կամ դիրանային, կամ հիվանդ ապրեն մի կերպ, ճանկերը գտնում են ասպե թող ծառա դառնան մեզ էլի շակալներից, շակալներին ծառա, այդ հենց, ու դրանց սերունդը ավելի խեղճ ու հիվանդ, ավելի ծառա, մյուս սերունդ ավելի ծառա, մյուս սերունդ ավելի ստրուկ, ավելի հիվանդ, ավելի խեղճ ու ավելի ու ավելի, բայց մեկը այդ առյուծի ձագերից, այդ կորյուններից դուրս են գալի ասլան տղեկ, որ բառնում էր այդ շակալների բգից ասում են արա շակալ, առյուծը քո ծառան չի լինի առյուծը քեզ ծառա, մեկը 100,000-ով հարցակվում են ու խեղդում են ես սրանց, այս խեղճ ձագերին, որպես մյուսներին վախացնեն, սրանց մարմինները քաշ են տալիս օրեր շարունակ մյուսների մոտ, ու որ մյուսները վախի մեջ մեծանան, սկսում են անմեղներին կոտորել, ջարդել ու կոտորել են հիվանդներին, ջարդել, կոտորել, որ խեղճ ու հիվանդ մեծան ու վախկոտ, ու ծառա ու ստրուկ, ու դրանց սերունդը ավելի խեղճ ու հիվանդ, դրանց սերունդը ավելի խեղճ ու հիվանդ, ավելի ծառա, ավելի ստրուկ, այդ ընդ, միջև 1700 տարվա ընթացքում, այդ առյուծի տոհմը, դառնում ես, որ չգիտեմ թե ինչ եմ, ոչ առյուծ եմ, որ շակալ, որ առյուծ չեմ կարաննեմ, որովհետև ուժս եմ չի, դուխ չունեմ, շակալ չեմ կարա դառնալ, որովհետև արունս եմ չի, սենց չեմ անում ինչ անեմ, ու դրա համար էլ խմում եմ, փոխանակներ սսնահեմ, իսկ ներսում, այն խորքում, երու խորքում, նստացա են առյուծ թագավորը, այն առյուծ թագավորը, ծեր թագավորը, ասում է տղաս, առյուծը չի կարա շակալ դառնա տղաս,
առյուծ ինչքան էլ հիվանդ լինի ու խելք, տղաս առյուծը շակալ չի դառնա։ Առյուծը մնում առյուծ, տղաս, առյուծը մնում առյուծ։ Ես ինչ եմ ես դարել, ես ինչ եմ դարել, իրա ինչ անեմ ես։ Գիտեք, ծանր չեմ կարող միջև այս ամեն ինչը դառնել, ուղղակի ամփոփեմ։ Առյուծը շակալ չի կարող դառնալ։ Ես ինչ եք դառնում եք։ Չես մյուս կողմից հասկանում եմ, ով չի ուզում շակալ դառնա, ինքը չի դառնա։ Եթե դառնում որ ինքը բնության մեջ ինքը առյուծ չէ։ Սա եւ ծագումնաբանությունը եւ ինչ որտեղ գուցե անձնական ընտրությունը, եթե նույնիսկ դու առյուծ ես ծնվել, բայց ընտրության մեջ քեզ հալմարաշակալի նման ապրելը, գուցե դա էլ է հնարավոր, չգիտեմ։ Բայց ես գալիս եմ դրան, որ առյուծը շակալ չի դառնա։ Առյուծը կյանքում չի ընտրի, որ շակալ դառնա։